Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը հերթական անգամ ապացուցում է, որ այստեղ արդարությունը երբեք հեշտ ճանապարհով չի գալիս։ Այն, ինչ թվում էր Դավիթի փրկությամբ ամեն ինչ մի փոքր կթեթևանա, իրականում վերածվում է նոր և ավելի վտանգավոր փուլի։ Դավիթի վիրահատությունը թեև անցնում է հաջող, բայց նրա վիճակը դեռ ծանր է։ Նա պայքարում է կյանքի համար, և բժիշկները շարունակում են հետևել նրան։ Բոլորը հասկանում են՝ նա կփրկվի, նա ոտքի կկանգնի, բայց այդ ճանապարհը լինելու է երկար ու դժվար։ Սակայն ամենամեծ վտանգը հիմա ոչ թե հիվանդասենյակում է, այլ դրսում։ Լեոյի որոշումը չվերցնել Հունանի գումարը թվում էր որպես հաղթանակ, բայց իրականում դա նոր պատերազմի սկիզբ էր։ Նա մերժեց ոչ միայն օգնությունը, այլ նաև այն խաղի կանոնները, որոնցով Հունանը սովոր է հաղթել։ Եվ Հունանը չի պատրաստվում պարտվել։ Գրիշոն գտնվում է բանտում, բայց ակնհայտ է, որ դա ժամանակավոր է։ Հունանը գործի է դրել իր բոլոր կապերը, իր ազդեցությունը և ամենակարևորը՝ իր մտածելակերպը, որտեղ նպատակն արդարացնում է միջոցները։ Փաստաբանի խոսքերը դառնում են սերիալի ամենավտանգավոր ազդանշաններից մեկը։ Նա ասում է, որ պետք է հայտարարեն, թե Գրիշոն չի կրակել, այսինքն ճշմարտությունը պետք է փոխվի։ Եվ եթե Գրիշոն չի կրակել, ապա հարց է առաջանում՝ ով է կրակել։ Պատասխանը կարծես արդեն պատրաստ է։ Սլաքները սկսում են ուղղվել դեպի Լեո։ Սա շատ խորամանկ և վտանգավոր խաղ է։ Լեոն ոչ միայն զոհ է այս պատմության մեջ, այլ նաև կարող է դառնալ մեղադրյալ։ Սա նշանակում է, որ Հունանը պատրաստ է ոչ միայն պաշտպանել իր որդուն, այլ նաև կործանել Լեոյի կյանքը։ Եվ այստեղ արդեն վտանգը դառնում է իրական։ Արդյոք հնարավոր է, որ Լեոն ձերբակալվի Դավիթին կրակելու համար։ Գոյամարտում ամեն ինչ հնարավոր է, եթե կեղծ վկայություններ հայտնվեն, եթե փաստերը կարգավորվեն, եթե ազդեցությունը գործի դրվի, ապա Լեոն կարող է հայտնվել շատ ծանր իրավիճակում։ Սա կլինի սյուժեի ամենամեծ շրջադարձերից մեկը։ Լեոն, ով պայքարում էր արդարության համար, կարող է հայտնվել այն կողմում, որտեղ պետք է պաշտպանվի ինքը։ Մանանի համար սա կլինի հերթական հարվածը։ Նա արդեն կասկածում է Գրիշոյին, արդեն հասկանում է, որ օգտագործվել է, և եթե հիմա տեսնի, որ մեղքը բարդում են Լեոյի վրա, դա կարող է դառնալ նրա վերջնական արթնացումը։ Հնարավոր է հենց Մաննան է դառնալու այն մարդը, ով կխոսի ճշմարտության մասին։ Պապը նույնպես չի լռելու, նա արդեն մեկ անգամ կանգնել է դժվար ընտրության առաջ, բայց այս անգամ հարցը ոչ միայն կյանքի, այլ նաև արդարության մասին է։ Ավոյի դերն այստեղ կրկին կարող է լինել վճռորոշ։ Նա այն կերպարն է, ով միշտ հայտնվում է ամենաբարդ պահերին։ Եթե նա ունի որևէ ապացույց կամ տեղեկատվություն, դա կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը։ Բայց հարցը մնում է՝ կօգտագործի նա դա, թե ոչ։ Հունանի համար սա վերջին քայլերից մեկն է վերահսկողությունը պահելու համար։ Եթե նա կորցնի այս խաղը, ապա կարող է կորցնել ամեն ինչ՝ իր ազդեցությունը, ընտանիքը, գաղտնիքները։ Այս ամբողջ պատմությունը Գոյամարտը դարձնում է ոչ միայն դրամա, այլ նաև իրավական և հոգեբանական թրիլեր։ Այստեղ արդեն խոսքը ոչ միայն սիրո ու ընտանիքի մասին է, այլ նաև արդարության, կեղծիքի, իշխանության և պատասխանատվության։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել պայթյունավտանգ։ Կձերբակալվի Լեոն, կկարողանա Հունանն ազատել Գրիշոյին, կխոսի Մանանը ճշմարտության մասին, և արդյոք Դավիթը երբ ապաքինվի, կդառնա այն մարդը, ով կփոխի ամբողջ խաղի կանոնները։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում պայքարը նոր է սկսվում, և այս անգամ խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ։ Եվ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձ նոր հեռուստասերիալի շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Հունանին ու իրենց փաստաբանին կհաջողվի մեղադրել Լեոյին եղբոր վրա կրակելու մեջ։ Ամեն ինչ հնարավոր է, սա հեռուստասերիալ է, իհարկե իրական կյանքում նույնպես ամեն ինչ հնարավոր է, այնպես որ սպասենք նոր ու հետաքրքիր զարգացումների, բայց ամեն ինչ հեռուստասերիալում դեռ առջևում է։ Իսկ դուք չմոռանաք սեղմել նաև զանգակոճակը, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված։
Լեան ու Լեոն առայժմ միասին են։ Լեան նրան ասում է, թե ինչու չգիտեր, որ եղբորը Դավիթին այսօր են վիրահատելու ու նա եկել է հիվանդանոց Լեոյի կողքին լինելու համար։ Լեոն Լեային սիրում է և բնականաբար պատրաստ է պայքարելու, բայց ինչի է պատրաստ Լեայի հայրը, ով ամեն ինչ անում է, որ ոչ միայն նրանց բաժանի, այլ այս ընտանիքին, ում հորը խլել է տարիներ առաջ, կյանքն իսկական դժոխքի է վերածում։ Նա չի խրատվում մեկ անգամ այս ընտանիքին ցավեցնելուց ու խլելուց նրանց հոր կյանքը, հիմա էլ երեխաներին է պատրաստվում ցավեցնել ու դժվարացնել նրանց կյանքը։ Բայց ինչևէ ամեն ինչ դեռ առջևում է, այս անգամ նրան չի հաջողվելու հասնել իր ուզածին, բայց հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը և միացեք մեր ալիքին, առաջիկա սերիաները լինելու են լի գաղտնիքներով, իսկ մենք կփորձենք բացահայտել այդ հետաքրքիր գաղտնիքները։